Բարև բոլորին, այս պահին գտնվում ենք Լոս Անջելեսում, Հոլիվուդում և կարելի է ասել Հոլիվուդի ամենահայտնի փողոցներից մեկի վրա ենք, Աստղերի փողոցը, իմ հետևում կարող եք տեսնել հատակին բազմաթիվ աստղեր են, որոնք հիմնականում կինեմատոգրաֆիայի և ընդհանրապես այդ արվեստի բնագավառում իրենց ուրույն ներդրումը ունեցած մարդկանց անուններն են։ Այստեղ կարող եք տեսնել ձեր բոլոր սիրելի և աշխարհահռչակ աստղերի անուն ազգանունները։ Բազմաթիվ բաներ կան այստեղ տեսնելու, արևը երևի խանգարում է։ Քիչ առջևում գտնվում է Մադամ Տյուսոյի թանգարանը, որը հիմա կփորձեմ ձեզ ցուցադրել։ Ահա այն, պատրաստվում եմ այցելել մոտակա օրերին, սպասեք լուսանկարների և տեսանյութերի, ես էլ մեր լավ աղբերն է։ Ճանաչեցիք։ Համեմատեք, ինքը խիանդ էր կանգնած եստեղ, զարմանալի է, բայց դրա հետ կապված Լոս Անջելեսը և առհասարակ Հոլիվուդը մի գժական քաղաք է, առհասարակ սովորաբար ասում են, որ առաջին տպավորությունը ամենաճիշտն է, դրա համար սա իմ երկրորդ օրն է, որ գտնվում եմ այստեղ, դրա համար իմ առաջին տպավորություններն եմ կիսում, հետագայում կարող է սխալ տպավորություն կազմեմ կամ տարբեր։ Where you from? I'm West from Coast, my nigga. It's all we doing, baby. Getting the money, my nigga. Ain't nothing funny, nigga. Show me the money, the fatty, the butter patty. Give me the Bugatti, nigga. It's all good for John Gotti. I'm with the real mob, nigga. What's happening, baby? Locs up, nigga. Pimp up, nigga. Hoes down, nigga. Give me the money, nigga. I ain't no clown, nigga. Show me some love. Where the Pedro at? Show me some love, nigga. Thug life, West Coast, bro. Doing the most. Do me a little donation, though, my nigga. Next time, man. Hey, tomorrow, I promise. Do me a donation. Ասացից վառ ապացույցը։ Մարդիկ միլիոններով ամեն տարի գալիս են այստեղ փնտրելու իրենց հաջողությունը։ Ոչ միայն տուրիստական նպատակներով իհարկե, միլիոնավոր մարդիկ, երիտասարդ աղջիկներ, գեղեցիկ աղջիկներ, տղաներ ամեն տարի գալիս են այստեղ փորձելու իրենց ուժերը, իրենց տաղանդը։ Այդեպ այստեղ կարծես շոու է նախատեսվում, կարծում եմ բայքերների մասնակցությամբ։ Հուսամ այդ ժամանակ այստեղ կլինեմ և կտեսնեմ և կտեսաձայնագրեմ։ Վերադառնալով, այդ մարդիկ գալիս են փորձելու իրենց տաղանդը այստեղ և հայտնի դառնալու, հուսալով, որ այս փողոցում օրերից մի օր կհայտնվի նաև իրենց անունը, ազգանունը։ Բոլորին չէ տրված, գուցե ստացվի, գուցե չստացվի։ Այս քաղաքը որքանով կարող է հաջողություն բերել, նույնքանով այն կարող է նաև գործանել։ Ռուսերեն ասած բեզբաշնի քաղաք է, բայց կարող է նաև հաջողություն ժպտալ և մեկ օրում կարող ես դառնալ հայտնի և աշխարհահռչակ։ Բազմաթիվ մարդիկ քայլում են այս փողոցով, այցելում են թանգարաններ, Հոլիվուդը ամբողջությամբ կինեմատոգրաֆիայի
եւ entertainment-ի մասին, ամեն քայլափոխի կարող եք տեսնել իրենց եւ բազմաթիվ այլ կինո եւ անիմացիոն հերոսների։ Չգիտեմ, այն ամենը ինչ ժամանակին, երբ փոքր էի կամ ավելի հասուն տարիքում տեսնում էի հեռուստատեսությամբ, կինոներում, այսօր այստեղ կարող եմ տեսնել իմ աչքերով։ Փոխանցել այդ զգացողությունները անհնար է։ Պետք է լինել այստեղ, պետք է զգալ այս ամենը, պետք է շնչել այս օդը, այս խելահեղ օդը, որից կարող է անգամ գլուխդ պատատվել։ Այսքանը ավելի հետաքրքիր տեղեր այցելելու դեպքում, ինչպես միշտ, խոստանում եմ ևս տեսաձայնագրել, լուսանկարել եւ կիսվել բոլորիդ հետ։ Ամերիկյան Քրոնիկոնն է իմ տեսաբլոգը, որտեղ փորձում եմ անմահացնել դրվագները, որոնք կապված են ինձ հետ, իմ ճանապարհորդությունների հետ, այն ամենի հետ, ինչի ես տեսնում եմ եւ ցանկանում եմ կիսվել ձեզ հետ։ Այսքանը սիրով ձեզ համար, Արա Միրզոյան, այս անգամ Հոլիվուդից։